Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի երեխաների համար այս տարածքը դեռ որպես խաղահրապարակ է ծառայում։ Պետության աջակցությամբ շուտով այստեղ իրենց տունը կկառուցեն, բայց հարևանությամբ արդեն ջերմոց է կառուցված։ Մասնագետների խորհրդով ու իր ընտրությամբ Արա Ավագյանը մի քանի օր առաջ վարունգի սերմեր է ցանել։ Վնասատու միջատների դեմ հատուկ նյութ ենք սրսկում, որպեսզի չվնասեն ցանած բույսը։ 5 օր առաջ ենք սերմը ցանել ենք, արդեն սացիները դուրս է գալիս։ Սպասում է, որ արդեն հունիսի վերջին առաջին բերքը հավաքելու եւ իրացնելու են։ Ջերմոցը հողի հետ աշխատանքով ինչ էլ որ ցանենք, օգուտը կունենանք եւ կկարողանանք մեր սոցիալական, որը բոլորս գտնվում ենք սոցիալական ծանր պայմաններում, կկարողանանք մեր երեխաներին ըստ կարգի կկարողանանք պահենք։ Արագածոտնի մարզի Ագարակ բնակավայրում հաստատված Արայի ընտանիքը մեկն է այն 20-ից, որոնք Իմ քայլը հիմնադրամի տնտեսապես կայուն ընտանիքներ ծրագրի շահառու են։ Նրանց համար կառուցվել են 250 քառակուսի մետր մակերեսով ջերմատներ, որոնք ապահովված են կաթիլային ոռոգման համակարգերով։ Շահառուները նաև ստացել են սերմեր ու սացիլներ։ Զուգահեռաբար անցկացվել են տեսական ու գործնական դասընթացներ, մասնագետներն անհատական խորհրդատվություն են տրամադրել ջերմատնային տնտեսությունն արդյունավետ վարելու նպատակով։ Նախաձեռնություն իրականացվել է 2 մարզում, ընտրվել են Լոռու եւ Արագածոտնի մարզերը, իրականացվել են ուսումնասիրություններ, մարզպետարանների հետ կատարվել են աշխատանքներ, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տվյալ 2 մարզում հիմնականում բնակեցվել են Լեռնային Ղարաբաղի գյուղաբնակ համայնքների բնակիչները եւ նախապատվությունը տրվել է բազմազավակ ընտանիքներին։ Արագածոտնի մարզում բոլոր 10 ջերմատներն արդեն պատրաստ են ու տրամադրվել են շահառուներին։ Լոռու մարզում 10-ից 4-ը դեռ ընթացքի մեջ է։ Մի փոքր ավելի երկարաձգվեց նախաձեռնությունը, քանի որ եղանակային պայմանները շատ վատ էին, ուստի նախատեսում ենք ամբողջությամբ Լոռու մարզի ջերմատներն էլ հանձնենք շահառուներին մինչև մայիսի 31-ը։ Ծրագիրն իրականացվում է Կիպրոսի կառավարության ֆինանսավորմամբ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի հրավերով մեր երկիր ժամանած Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը նախ այցելել էր Ագարակ, որտեղ հանդիպեց Արագածոտնի մարզում ջերմատների ծրագրի շահառուների հետ։ Մենք չէինք կարող Հայաստան կատարած մեր այցը չսկսել այս վայրից, որը հատուկ նշանակություն ունի մեզ եւ Արցախի բնակիչների համար։ Մարդկանց համար, որոնք անցել են դժվարություններով եւ շարունակում են անցնել, մեղավոր չլինելով ոչ մի բանի համար։ Այդ տրամաբանության մեջ Կիպրոսը որոշում կայացրեց ֆինանսավորել այս նախաձեռնությունը։ Ուրախ եմ արձանագրել, որ ջերմոցներն արդեն գործում են։ Ես վստահեցնում եմ, որ Կիպրոսը միշտ ձեր կողքին է։ Ձեր պայքարը մեր պայքարն է։ Նմանատիպ են մեր ճակատագրերը եւ այս պահերին մենք պետք է միասին եւ ամուր լինենք։ Ծրագիրը բարեգործություն չէ ավանդական իմաստով, առհասարակ մեր հիմնադրամի մոտեցումն այն է, որ մենք չենք տալիս պարզապես գումար եւ պատրաստի լուծումներ, մենք առաջարկում ենք գիտելիք եւ հնարավորություն, որպեսզի մարդիկ աշխատեն եւ իրենց ուժով ստեղծեն փոխեն իրենց կյանքը, ստեղծեն բարիք։ Լենա Նազարյանը ծրագիրն այդ իմաստով հաջողված է համարում։ Անդրադառնալով Կիպրոսի աջակցությանը, նա նույնպես շեշտեց երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունը։ Ինչ են երկու ժողովուրդներ փորձում օգնել միմյանց, այստեղ կա եւ պատմական, եւ քաղաքական, եւ մարդասիրական նշանակություն։ Ջերմատների ծրագիրն իրականացնելու համար հաշվի է առնվել նաև, որ Արագածոտնի ու Լոռու մարզերում ջերմատնային տնտեսությունները քիչ են։ Հետևաբար նպատակ է եղել այդպիսով խթանել նաև գյուղատնտեսության այդ ուղղությունը։ Աննա Զախարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։